Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Այսօր Սուրբ Ծննդյան խաղ էի խոստացել։ Հուսով եմ, գիտեմ բոլոր պատասխանները։ Ես նույնպես հուսով եմ։ Սուրբ Ծնունդը Տեր Հիսուսի ծննդյան միջոցառումն է։ Ամեն տարի ամբողջ աշխարհում մարդիկ տոնում են նրա ծննդյան օրը։ Ես նույնպես տոնում եմ և շատ ուրախ եմ, որ աշխարհի փրկիչը ծնվել է։ Երբ 2000 տարի առաջ Հիսուսը ծնվեց, հրեշտակը գիշերվա կեսին եկավ և ասաց հովիվներին, ովքեր իրենց գառներն էին արածեցնում. «Մի վախեցեք, ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Ուրախացեք, Դավթի քաղաքում ձեզ համար փրկիչ է ծնվել։ Նա Մեսիան է, Հիսուս Քրիստոսը, Տերը։ Դուք կգտնեք նրան կտորով փաթաթված և պառկած մսուրում»։ Եվ հանկարծ երկնքում հայտնվեցին բազմաթիվ հրեշտակներ, ովքեր օրհնում էին ասելով. «Բարձունքներում Աստծուն փառք և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաճություն»։ Աստված մարդկանց շատ է սիրում, քեզ նույնպես շատ է սիրում։ Հիմա կսկսենք Սուրբ Ծննդյան խաղը։ Պատրաստ եք։ Ես յուրաքանչյուր հարցի համար 2 պատասխան կհնչեցնեմ, որից միայն մեկն է ճիշտ։ Քեզ մոտ գրիր ճիշտ պատասխանները։ Սկսեցինք։ Որտեղ է ծնվել Հիսուսը։ Բեթլեհեմում, թե Կահիրեում։ Ինչ էր Հիսուսի մոր անունը։ Սառա, թե Մարիամ։ Ինչ աշխատանք էր անում Հովսեփը։ Էլեկտրոտեխնիկ էր, թե Հյուսեն։ Ում ասացին հրեշտակները, որ աշխարհի փրկիչն է ծնվել։ Հովիվներին, թե Հերովդեսին։ Դու կարող ես քո պատասխանները մեզ ուղարկել էլ-փոստով։ Մենք քեզ անպայման կպատասխանենք։ Հիանալի է, ես այն հենց հիմա կանեմ։ Իմ խորհուրդը քեզ, եթե ունես Աստվածաշունչ, ապա կարդա Ղուկասի ավետարանի 2-րդ գլուխը, որտեղ կգտնես Հիսուսի ծննդյան պատմությունը։ Այնտեղից էլ կարող ես գտնել ճիշտ պատասխանները։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ. HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։